Չպետք է նեղանալ ոչ մեկից, չպետք է խռովել որևէ մեկից, մեզ ոչ ոք չի դավաճանում և ընդհանրապես օտարը չի կարող դավաճանել, մենք կարող ենք մեզ դավաճանել, օտարը իրականացնում է իր քաղաքականությունը հանուն իր շահերի։ Սերժ Սարգսյանի դեմ ուղղված հայդատական քննադատությունը անտեղի է նաև պատմական ճշմարտության տեսակետից։ Արդարացի չէ նրա գործած բազմաթիվ մեղքերին նաև չգործած մեղքեր գումարել։ Սարգսյանը չէ, որ առաջինն է ճանաչել հայ-թուրքական ներկայիս սահմանը։ Նրանից առաջ դա արել են դաշնակները և բոլշևիկները Ալեքսանդրապոլի և Ղարսի պայմանագրերով։ Նա չէ, որ հրաժարվել է Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներից կամ պահանջներից։ Դա արել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա չէ, որ Թուրքիայից պահանջելով ճանաչել հայոց ցեղասպանությունը, ի պատասխան ստացել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկ։ Այդ բանն արել են Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը։ Նա չէ, որ Ղարաբաղը դուրս է մղել կարգավորման գործընթացից։ Դա եղել է Քոչարյանի, Օսկանյանի և Արկադի Ղուկասյանի սև գործը։ Եվ վերջիվերջո Սարգսյանը չէ, որ նվաճել է մադրիդյան սկզբունքները։ Դրանք նա ժառանգել է Քոչարյանից ու Օսկանյանից։ Պատրաստվում ենք խոսել հեղափոխության ամենամեծ շարժառիթի մասին, իսկ թե ինչի մասին դրա արդեն կասի Էդմոնդ Մարուկյանը, պարոն Մարուկյան, ողջույն։ Հեղափոխության ամենամեծ շարժառիթը ո՞րն էր։ Ողջույն, մի քիչ կարող է բան լինի, ես սարկազմը չգիտեմ ինչքան վատերին, բայց հեղափոխության ամենամեծ շարժառիթը դա Թալանն էր, հայրենակիցներ, դեռևս վաղ ժամանակներից սկսած անդադար Հայաստանի Հանրապետության բոլոր մեդիաները, բոլոր քաղաքական գործիչները, հասարակական սեկտորի ներկայացուցիչները, ակադեմիական սեկտորի ներկայացուցիչները, չգիտեմ, հոգևորականները, որոշ չկա, որ չեն եղել կարծիք ձևավորող, որ ասեն, որ մեզ թալանում են եւ մեզ անդադար թալանում են, թալանել են, պետությունը թալանում են։ Միշտ մի ժամանակ հաշվարկ կար, որ քանի միլիարդ դոլար է երկրից դուրս հանվել, մեծ էլ տենց պոպուլյար թեզ կար, որ միլիարդավոր դոլարները երկրից նախ մեզ կրից թալանում են, տաղաքում են միտեղ ու երկրից դուրս են հանում այդ գումարը։ Եվ հեղափոխության շարժիչ ուժերից դա էր, ոչ թե հեղափոխություն չի արվել նա համար, որ իրական Հայաստանը տանջատենք պատմականից, Մասիսսիսից, այն մի հատ նույնիսկ քիչ կա, ասում Մասիսսիսեն տարբերենք, բան, չի եղել այդպիսի բաներ, եղել է հետեւյալը, որ կոռուպցիա կա, թալան կա, պետք է թալանին կոռուպցիային վերջ դրվի, եւ այս թալանը դադարեցնելու, այս կոռուպցիան դադարեցնելու համար, Ժորժ ջան, ձեր վարկերը ջրելու համար, վերջին հաշվով այդ կարմիր գծերը, կամերաները, բոլորը թալանի ինստրումենտներ են եղել ժողովրդի աչքին եւ շարունակեն մնալ կարծում եմ։ Այդ թալանի ինստրումենտների դեմ պայքարել թե հիշեք հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաեւ այդ թալանի ինստրումենտ արագաչափերը ծածկում էր, փակում էր, Սաշիկին բարևներ ուղարկում բան, Սաշիկը հիմա Իսպանիայում է իմ տվյալներով։ Ամեն դեպքում թալանը, լավ, sense ձևակերպենք, եղել է ֆունդամենտալ շարժիչ գործոն ժողովրդի հույզերի վրա ազդելու եւ ժողովրդին փողոց հանելու։ Ես ասեմ ավելին, թալանը կամ ավելի մասնագիտական տերմինաբանությամբ սոցիալական անարդարությունը աստիճանաբար դարձել է հայ ժողովրդի ինքնության մի մասը, այդ խնդիրը։ Որ բան ես ասում, բայց որպես կանոն ինքնությունը պատմականացնում են, չէ՞։ Այո, կարծում եմ, որ անպայման ինքնության հիմքում պետք է ինչ-որ պատմական արժեքներ, սիմվոլներ լինեն, այո, բայց ոչ միայն, նաև արդյունության, կենցաղի, մշակույթի, սոցիալական միջավայրի ծծուն խնդիրները կարող են դառնալ ինքնության մի մասը եւ սոցիալական անարդարությունը մեր միջավայրում դարձել է այդ ինքնության այդ մեխերից մեկը եւ շարժիչ ուժերից մեկը։ Հալանել է։ Մատերիալ չի, կարմիր գծերը հանելու ենք կամերաներ, հանելու ենք կարմիր գծերը, այսինքն միայն սոցիալական արդարության կամ սոցիալական ավելի լավ իրավիճակի խոստումների հիման վրա եկել են իշխանության։ Միակ թեզը եղել է, որ դուք վատ եք ապրում, որովհետեւ ձեզանից թալանում են, այսինքն ոչ ինքնիշխանության խնդիր են ունեցել, ոչ անկախության խնդիր են ունեցել, ոչ անվտանգային խնդիր են ունեցել։ 30 միլիարդ ասին փող կա բերել։ Ասին Քոչարյանը կերելա, չէ՞, Սերժը կերելա, Պողոսը կերելա, Պետրոսը կերելա, 30 միլիարդ փող կա, չէ՞։ Հավատացինք, եկանք, հանինք։ Ճիշտ է։ 30 միլիարդ որ բաժանում ենք 3 միլիոնին, անմա 10,000, չէ՞։ Մեր տունը 5 հոգի ենք, անմա 50,000։ Կեսը ինձ, կեսը Նիկոլն ստացել է իրան։ Հիմա ուրա իմ 25,000 դոլարը։ Ճիշտ է։ Հա։
Ես խոսում ես մի երկու յոնջա գրում է Քոչարյանի մարդն է, Սերժի մարդն է, Ռուսլավերը, Թրամփի մարդն է։ Ես Լիաննայի մարդն եմ, հա։ Սա որը կռիվ էր անում մի կոլեգիա Թովիկ Աբրամյանի ուրա։ Մնել ասում էր պամիդոր եմ աճցնում, քթավ բերեց փողերը։ Ուրա փողերը։ Բանի հարաբերությունում քաղաքացին ապրում է մի բանի համար՝ տուգանվելու, տոկոսի տակ ընկնելու, երթևեկության կանոնները խախտելու համար կլինի, չգիտեմ ուրիշ ինչ-որ գործողություն անելու համար կլինի։ Հալանել է։ Քոչարյանին ու Սերժին որ վերացնեք, նոր մենք հանգիստ կապրենք։ Այդ թալանչիներին վերացրեք, այդ թուրքերին, որ հայերեն երկու բառ խոսալ չգիտեն։ Հալանին կերան, լափեցին։ Կերավ։ Զոմբի են ասում։ Ճիշտ է, ընդունում ենք զոմբի ենք, ազատ զոմբի ենք։ 30 տարի ստրուկի զոմբի ենք եղել։ Ում ստրուկն եք եղել։ Նախկինների։ Եթե թուրքն կա մեզի սաղին մորտը, ես Իրանք էլ են Փաշինյանին եմ ուզում իրանք։ Թող ուրիշ։ Նույնիսկ մտնի ձերտում ձեր թորներին մորթի կուզեք Փաշինյանը։ Հա, այդքան մի բան։ Քոչարյանը պահում է։ Քոչարյանը բոլորին պահում է։ Գերիներին։ Այո։ Քոչարյանի չլծակ ունի գերին պահելու եւ գերիները որտեղ իրա պատվալում է պահում։ Սերժիկի կնիկը ուրա։ Սերժիկի կնիկը խի մեռավ ու թաղվակ ու թռավ։ Երեխեքին ծախեց ուրա։ Ինչ երեխա ծախեց։ Փաշինյանի աչքերին ասել։ Հայացքով նայում ես բավական։ Փաշինյանի աչքերին դու նայում Փաշինյանի աչքերին։ Այդ իրա թաղծոտ աչքերը, այդ Փաշինյանը Բադոյան ջան դու լավ ջովում ես։ Ոչ, Հայաստանի ոչ մի տարածք ինքը չի անցնելու։ Ինքը մենակ հանձնում է Արցախը։ Այդ որոշ գյուղերի մասին ես խոսում։ Այո։ Չէ, այդ գյուղերը չի անցնի ինքը, բայց հա, ես հասկացա, ես այդքան անգրագետ չեմ, ես գիտեմ անկլավները գյուղերն են, բայց չէ, գյուղերը ես համաձայն չեմ, դժվար թե դա անցնի, եթե անցնի սխալ կանի, բայց Արցախը պետք է հանձնի բրծեն։ Ինչ որ ասում եք փողոցներ, իսկ ես չի մտահոգում, որ հայրենիքից օրինակ հատվածները հանձնվում։ Էլի Քոչարյանին ու Սերժին հարցրեք, իրանք են տվել, ու միջև վերջը տվել են։ Ղարաբաղն են տվել են։ Տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյանն է ստորագրել այդ հաստատությունը։ Ինքը չի ստորագրել։ Քոչարյանն է ստորագրել։ Այդպես գիտեք։ Ինչ-որ մարդ է ձեզ ասել։ Ոչ, ես իմ կարծիքս սկսեմ։ Ինչ-որ մարդ է ձեզ ասել։ Ոչ, ես իմ կարծիքս սկսեմ։ Ինչ-որ մարդ է ձեզ ասել։ Ոչ, ես իմ կարծիքս սկսեմ։ Հետո Հացան տարան ինչ արեցին։ Պատմի ահագին։ Ինչ զենքը դին գլխին ասես պիտի ստորագրես 10։ Հա, այ ցավտան, բաց լուրա։ Մոսկվայից շատ դողում եմ չեմ կարում խոսամ։ Մոսկվայից շատ կարևոր խոսակցություն ստացա, որ ընդեղ ասվում է, որ Քոչարյանը ամենից ծախել է։ Հայաստանի վրա են հիմա տոճկա արել։ Շուտ էս խոսակցությունը տարածեք չեմ կարողանում, խոսամ դողում եմ։ Երեխեք ջան, բոլորդ օգնեք, բոլորդ հասեք։ Փաշինյանն ու Արծրունը պլենի տակ են, Քոչարյանի մոտ են, իսկ Արայիկ Հարությունյանը էլ չկա խփել են։ Նիկոլիստի, որտեվ գողցան տարան, էպես ուզում իմանաս։ Այ ցավտան, բաց լուրա։ Հետո Հացան տարան ինչ արեցին։ Պատմի ահագին։ Ինչ զենքը դին գլխին ասես պիտի ստորագրես 10։ Լուրջ։ Հա։ Հարությունյանը էլ չկա, Արայիկ Հարությունյանին Ռոբերտ Քոչարյանը խփել է տվել։ Ամբողջ մարմինս դողում է։ Ու հիմա որ Նիկոլ Փաշինյանը լայվ էր արել, երեկվա լայվն է։ Նիկոլ Փաշինյանն ու Արծրունը հիմա պլենի տակ են, Ռոբերտի մոտ են։ Ռոբերտն է իրանց պահում։ Ժողովուրդ ջան, ոտքի հելեք ու օգնեք իրանց, խնդրում եմ։ Ռոբերտը սաղ իրա խուժան այլանդակ թիմին հանելա, սաղին մաքրում է։ Էսի լուրջ հայտարարություն է։ Ես ասում ինձ 1000 տարի Արցախը պետք չի, ես ուղիղ եմ ասում։ Ինձ 1000 միլիոն տարի Արցախը պետք չի։ Ռոբերտն ու Սերժը իրենց մեր ու մանուկով, ովքեր կանգնած են դրանց կողքը, մեր ու մանուկով պետք է Թուրքիա թաղանով մորթվեն։ Այն բանջա Փաշինյանը պարտավոր է ձեզի շինի, որ դուք վիճ բերեք ստեղ։ Հա, շատ է պարտավոր Փաշինյանի քակը ուտեք։
Փաշինյանի նման ղեկավար կա։ Ղարաբաղցի, կողեմ ձեր Ղարաբաղը, արդեն քունիկ թողիք ձեր Ղարաբաղով։ Ղարաբաղցի։ Ղարաբաղցու անուն չտա, ես ատում եմ այդ ղարաբաղցիներին, ես զզվում եմ իրանցից։ Ռական քունես, սրանց ռական քունես, վсё։ Ձեր բռնած գանդոներ են, հորս արը, թաթերականները սրանց դեմ քակակեն են։ Հորս արը, ես որտեղ Ղարաբաղցի տենամ, ու պիզից։ Մի հատ է դրանց կապիկությունը որ ալի, բայց մենք դե հողը տանել են, մենք կլինը տանել են, մենք դիմա ինչ են եկել ենք, ձեր կլորին ենք մնացել, ես է քո կլին եմ տանել։ Արա, սրանք բոզական լաց են դնում, հորս արև բոզական լաց, սիկ տիրարեք թողեք են, ծծոսնելով սիկ տիրարեք, որ ֆրանասեն թաթին է պաչեմ, սպասի բզավշյո, որ նետ տոր տան, որ ջոգեք ձեզ տորթ են տվել, քունին ձեր էշ բերաննը։ Կրդն այնքան խոսացի։ Սաղի եղետին վզիս ծածասնեմ Ղարաբաղցիների։ Ովոր հիմա սաղ։ Ես ձեր սրտապում մոնը ծծասնեմ։ Շարդրներով գերեսմանի վրա։ Շին հայկականա թե իհարկե Ադրբեջանի։ Ինչ։ Մայրի։ Ինչ։ Իսկ Ղարաբաղցիք հայ չեն։ Չէ, Ղարաբաղցի է, ո՞րց են հայ։ Այսինքն նրանք Ղարաբաղցին ալբանացի է։ Ապա ինչա, կարող ֆրանս։ Կապես զարմացրիք, գիտեք։ Դե զարմացեք։ Իսկ թվում է արդեն բախտա թաքեք սրած վրա։ Նա Նիկոլը, բայց փալասա։ Մեր փալասնա։ Մենք ես էլի Իրան եմ ընդրելու, որ Քոչարյանը հանգար չէ։ Մեծ արաղը այսպես պետք է լինի, որ գրի Նիկոլ Վարչապետ։ Այո, այսպես պետք է լինի արաղը։ Հələ մեծ նկար եմ ապե քեզի։ Էսի լեգենդար չի շապեր։ Նիկոլ Վարչապետ։ Այտենց ապե, այտենց, այո։ Նիկոլի թիմն է, էսի Հիսուսը որ ուզում են տենային, ինքը եկել է Հիսուսն է։ Հաստատ Հիսուսն է, դրաշտել երեսին Հիսուսն է, հաստատ։ Զրկտվել է բրուսկարակ դուխով, մենք ենք տերամեր երկրի, հայեջան դուխով, ես ու դու միասին, հարպելու ենք շուտով, ազատ անկախ պետություն, ես ու դու միասին, հարպելու ենք շուտով, մենք ենք տերամեր երկրի, քայլարա դուխով։ Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժումը։ Մենք թռեք վերև, ուզում եք իջեք ցած։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Ki ողջ տարածքի վրա սպասում է խոսքի, սպասում է բացատրության, սպասում է մխիթարության։ Դառնես ես եմ նկարան։ Հայաստանով հայտարարում են գործադում։ Ողջ հանրապետությունը ասեց այո մեր անկախությանը, կեցե Հայաստանը։ Դուք ֆինալը դրեցիք չհասկանալով, որ գնում եք արկածախնդրության։ Սա պատասխանատվություն է, արգելի Ռուբեն, իշխանության։ Այստեղ ժողովուրդ իսկապես գործություն։ Պատասխանատվությունը կրում եք ինձ այդ բառերը ասելը, բաբա հետ չի սփոփում, հասկանում եք։ Դուք ձեր իշխանությունը մսխեց իմ 30 տարվա կենսագրությունը, ձեր հոր կենսագրությունը, որը իմ ընկերն է։ Դուք առաջին պատերազմի, Ղարաբաղյան պատերազմի 6000 զոհի արյունը իզուր տվեցիք, այն արդյունքը, որ 1000 տարվա ընթացքում եք 12000 կիլոմետր տվել էինք ձեզ կամ Ռոբերտ Քոչարյանին, հիմա չկա։ Եվ ոչ միայն չկա, դա ամենացավալի։ Ես այս պետության ակունքներում կանգնած եմ եւ ինձ համար ձեզ քննադատելը չէ որ նպատակ է։ Ես ցավ եմ ապրում, որ այն ինչ որ մենք բերել ենք 88-ից
հազարամյա ընդմիջումից հետո դուք թեթև ձեռքով դրեցիք խաղաքարտի սեղանին ու ոչնչացրիք։ Եվ մյուսը որ ավելի ցավալի ու ավելի շարունակական է, դուք Հայաստանը զրկեցիք բանակցողի իրավունքից։ Հայաստանը խաղացող չէ։ Դուք Հայաստանը զրկեցիք բանակցողի իրավունքից։ Հայաստանը խաղացող չէ։ Առաջին գործ ասեմ պետության ղեկավարի իր արտաքին պարտներների հետ երբեք չխորամանկել։ Երբեք։ Նախ ինքնախապեյություն կլինի, որ դու ավելի կարող ես խորամանկել, քան թեզորները։ Քեզ շատ լուրջ կլսեն, կասեն, կգովեն, հետո կգնան եւ կծիծաղեն քո վրա։ Խապել, խորամանկել իմ հարաբերություններում ոչ Ռուսաստանի հետ, ոչ Ադրբեջանի հետ, ոչ մի խորամանկություն, ոչ որևէ երկրի հետ չի եղել։ Եթե ես այդպիսի մի բան անեի, ընդհանրապես բանի տեղ չէին դնում։ Բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Եվ ով ուզում է կանգնել Ղարաբաղի կողքին, թող ամուր կանգնի մեր կառավարության կողքին։ Լսեմ որևիցե մեկի մոտից այդ քաղաքական գործիչը հողերի հանձնելու մասին որևիցե խոսք։ Հայաստանի Հանրապետությունում ու այստեղ կանգնած մարդկանց մեջ դες մարդ չկա, որ հող հանձնելու մասին նույնիսկ խոսում է։ Ու խնդրում եմ դուք նույնիսկ այդ արտահայտությունը բարձրաձայն չանեք այլևս։ Որևիցե մեկի մոտ այսօր ոչ առիթ, ոչ կասկած կարող է լինել, որ ռազմավարական, մարտավարական կամ որևիցե մեկ այլ առումով մենք որևիցե թիզ հող կհամարենք չպետքական։ Ես այսպես եմ հասկանում։ Հակամարտությունները լուծվում են կամ բանակցություններով, կամ պատերազմով։ Եթե դու վիճեցնում ես բանակցությունները, ստանում ես պատերազմ։ Որովհետև Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եվ հետևաբար եկեք դադարեցնենք այս բանը, ինչ է բանակցում։ Ինչ որ պետք է անեն բանակցում են։ Ադրբեջանական զորքերը հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Կառավարությունը հայտարարել է ռազմական եւ ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային եւ հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Մենք պետք է գիտակցենք, մենք ոչ մի փիզ, ինչպես նշվեց վարչապետի կողմից, հող չունենք տալու։ Անհիմն լավատեսությունը մի կողմ դնելու եւ բանակցություններին վերադառնալու կոչերն այդ օրերին հատուկ են սեպտեմբերի 29-ին առաջինն այդ մասին խոսեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հայկական կողմի համար պահի հրամայականը Ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու պատերազմն առանց տարածքային կորուստների դադարեցումն է, Բ. Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը, հայտարարում էր Տեր-Պետրոսյանը։ Հետահայաց կարող ենք ասել, որ եթե մենք մի տարի առաջ համաձայնված լինեինք այդ բանաձևին, 5 տարածքների վերադարձի ըստ էության ունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր։ Եվ դա ճշմարտություն է։ Պատկերացրեք Հայաստանը հռչակագրից իր հռչակագրից հրաժարվում է։ Այդ նույնը ես հրաժարվեմ իմ ծննդականից, իմ ծննդի փաստից։ Ով եք դուք, որ իրավունք եք ձեզ վերապահում հայ ժողովրդին ազգային զարթոնքի, համահայկական զարթոնքի պտուղը, պետականությունը, պետությունը դնել սեղանի, դնել սակարկման, դնել թշնամու այդ սակարկման եւ առևտրի սեղանին։ Ով է թույլ տվել ձեզ այդ փսկլնկոտներ։ Ոնց կարող եք դուք այդ ձևի պատմական փաստաթուղթը արժանապատվության, հազարամյակների արժանապատվության փաստաթղթեր դնել սեղանին եւ առևտրի մեջ մտնել։ 2 տարի այս պայքարում եմ ուղղակի պատերազմ հայտարարել Նիկոլի դեմ հռչակագրին կպնելու համար։ Եվ բոլորը թող իմանան, այդ պատերազմը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ձայն չեն հանում,
ովքեր սսկվել են, դրանք մտավորական են, ՀԿ են, կուսակցություններ են, որոնք այս սրբագույն փաստաթղթին, պետության ծննդական փաստաթղթին արհամարում են։ Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը։ Ուզում եմ դիմել Ղարաբաղի հայ-ադրբեջանի բնակիչներին, ովքեր ներկայումս ապրում են Խանչենդիում եւ որոշ տարածքներում, մոտակա տարածքներում։ Ես կոչ եմ անում ղարաբաղցի հայերին, որպեսզի չլսեն նրանց այդ ճակերտավոր քաղաքական ղեկավարների, դրա ձեր այսօրվա ղեկավարների, ձեր կյանքը, ձեր ապագան հետաքրքիր չէ։ Այո, ինչ եք անում, ուր եք նայում, ինչ նպատակ ունեք դուք, ինչ եք դուք լսում սրանք, այլ ինչ չեք ուզում, տեսում եք Ադրբեջանը ինչքան է, օրից օր հարստանում է, օրից օր զարգանում է։ Եկեք միասին ապրենք, եկեք խաղաղություն անենք, եկեք մեկը հետ ինչպես առաջներում ապրել ենք։ Ձեր Հայաստանի այդ լրատվական միջոցները մանշետներ են հանում իմ նկարները, որ ես ահաբեկի չեմ, ես իմ տերորիստ եմ, քանի 40-օրյա պատերազմի ժամանակ իշքան երիտասարդ հայերի երեխաներ եմ սպանել, այ մատ ինչ երիտասարդ երեխա, ինչ հայ եմ սպանել, ես մի հատ մրջուններ չեմ տարորել ոտից տակ։ Ինչի պիտի սպանում եք հայ երեխուն, որ ես ընդհանրապես կապ չունեմ, չեմ ունեցել պատերազմի ժամանակ։ Այո, օգնել եմ, բայց պատերազմի միայն օգնություն եմ անել իմ ընկերները ես կամ այսօր խոսվում է հողեր գրաբելու մասին կամ լավ է դելը մի կողմ այն խեղճ Լևոն Բարսեղյանի տղուն է գցել տրամվի տակ ինչա որ ասել է ադրբեջանցիքը եւ այլն ժողովուրդ ջան նրանք էլ են մարդ ինչ է նշանակում թուրքերը մենակ լավ են մեռած վիճակում չհասկացա հայ ժողովուրդը իմացեք Միջև վերջ գալու ենք, միջև վերջ, տաժե Հայաստան չէ, մերոնցից է, Հայաստանը մերն է, Հայաստանը, Ղարաբաղից հետո գալու ենք Երևան, մեր հողերը մնացել է, Ղարաբաղից հետո գալու ենք, տես ինչ են գալնելու, հասկացար չէ, շններեք, շուն եք, միջև վերջը գալու ենք, Ղարաբաղից հետո գալու ենք Հայաստան, որ ձեզ Հայաստանն է, չէ, մեր մայ Հայաստանն է, մեր մորերը, հորերը, տատիկները, մերոնցը սաղ ընդեղ են մահացել, չոպայողլը միլլատ է, ժողովուրդ ջան, նրանք էլ են մարդ, Չոպայողլը միլլատ է 2020 թվականին բոլորով ելակսիկ որ նախկինները զենք չեն թողած պատասխան տվեք հիմա այս չափ զինամթերք որ գդրվի որ space բաները միսոնները Արցախի զինամթերքը որ գդրվի որ Թուրքիա Ադրբեջանին ադոն կուրդերեն էլան ուրեմն կար չէ Bakıya geldi. Azadlık meydanındadır. Raket kompleksi ASA-1T. NTLB üzerinde AZP-57. Boşk üzerinde T-70 tankları. Բայց այդտեղ շատ մի կարևոր բան էլ ասել։ Ասեց միլիարդների զենք են, չէ՞, զինամթերք են առնել Ադրբեջանին։ Բայց ում բերածն է այդ միլիարդներին։ Իրանք են այդ 2 տարում այդ միլիարդների զենք զինամթերքը բերել։ Ինքը դրանով ինչ ասեց։ Ինքը ասեց հետևյալը, որ մինչև 18 թվականը հայկական բանակը իր սպառազինությունների մի հիմնական մասը ցուցադրում էր իր քաղաքացիներին եւ ցույց էր տալիս թե մենք ինչպիսի բանակ ունենք
Իսկ ինքը այդ ամբողջը հանձնեց Ադրբեջանին եւ Ադրբեջանի ղեկավարը ցույց տվեց, թե ինչ է վերցրել իրենից, ոչ թե զինվորից։ Վայ հրամանատարներ, բա ուր էր նայում, փոխեիր այդ հրամանատարների։ Միջև այդ փոխեիր։ Ընդհակառակը գլխատել ես բանակը։ Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժումը։ Մենք թռեք վերև, ուզում եք իջեք ցած։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Մեր բանակը ունեցել է բավականաչափ ռազմամթերք եւ ռազմական տեխնիկա պատերազմը այսպես չավարտելու։ Ֆիսի անսպասելի անկեղծությունից հետո սկսում է պատմել, որ 30 տարի միջնորդները բանակցությունները տանում էին ոչ թե Արցախը Ադրբեջանին տալու, այլ Ադրբեջանին կատարված փաստի հետ հաշտեցնելու հունով։ 30 տարի ձգված բանակցությունները միայն մեկ նպատակ ունեին՝ հայերի օկուպացիան դարձնել մշտական, կոծկել Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը եւ ստիպել մեզ հաշտվել ստեղծված դառը իրականության հետ։ Եվ այստեղ եղավ աշխարհաքաղաքական կոնսենսուս Ռուսաստանի, Արևմուտքի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի միջև, որ Հայաստանի եռացող կաթսան պետք է հանգստացնել եւ որպեսզի տարածաշրջանային զարգացումները ստանան լեգիտիմ, այսպես ասած, շարունակություն։ Եթե ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր եմ մատուցել, ապա հիշիր, որ եւ դու եւ հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ 3 նախագահներին, թե ռազմի դաշտում եւ թե դիվանագիտության դաշտում։ Դու բոլորիս լավ գիտես, որ եթե չլիներ 2018 թվականի դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը։ Այո, ես կրկնում եմ, որ ես չեմ պարտվել սրանց։ Ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի։ Իրանք քանի որ կներեք, ուղղակի քանի որ նրանք երկու շրջան Սերժից ուզեցին չտվեց, իսկ սրա փաստը Լուկաշենկոն 18 թվականի նոյեմբերին ասեց ես ու Պուտինը Երևանում առաջարկեցինք երկու շրջան տա, Սերժը մերժեց, ասելով անվտանգության խնդիր է։ Եվ մենք ասեցինք, որ մենք ռուս-բելարուսական խաղապահը կանգնացնենք, բայց Սերժին նորից մերժեց, չհասկացանք անհասկանալի պատճառներով։ Այսինքն, եթե իրանք ծրագիր ունեն երկու շրջան հանձնել Ադրբեջանին ու Սերժը դիմադրում է, ձեզ թվում է իրանք իրանք ծրագիրը փոխելու են։ Չէ, իրանք Սերժին են փոխելու։ Ոնց որ ժամանակին ասում է, ասեց Յանուկովիչը պետք է Եվրամիություն մտնի, Յանուկովիչը որոշել է, որ բանը չմտնի Ուկրաինան Եվրամիություն, ասում է Հոլանդը ասել էր, չէ, Ուկրաինան էլի է մտնելու Եվրամիություն, բայց արդեն առանց Յանուկովիչի։ Ուտեցել եղավ։ Հիմա եթե Լուկաշենկոն Պուտինը ասում են, որ երկու շրջանը դու Սերժը ասում է, չէ, դա չի նշանակում, որ իրանք այդ որոշումը փոխվեն, որ էլ չեն վերցնեն երկու շրջան։ Ուղղակի Սերժին են փոխելու, դերեն հարմար մեկին, որ Եվ ես այստեղ հայտարարում եմ, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ, ապա Հայաստանի Հանրապետությունը իր կարողությունների ամբողջությամբ պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղը։ Միսեր Սարգսյան արա։ Իրոք բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասել, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է։ Ալիևը սպասեց, որտեղ Ալիևը թե Քոչարյանը, թե Սերժը այդ բարեկամական ջեր հարաբերությունների մեջ էին։ Իրանք բանը, իրար այդ բանը համաձայնության էին եկել են մասի, որ մի քիչ համբերի մեկ մեր իշխանությունը էս է, վերջացնենք, մեկ գտնենք հարմար տեխնոլոգիա գտնենք, հետո կպահանջես իրանց։ Մասի որտեղ կարող եք փաստագրված տեսնել, դուք որտեղից եք տեղյակ։ Այդ բանը Ալիևը ագնհայտ երևում այդ որտեղ։ Ագնհայտ երևում այդ, հա, ագնհայտ։ Այդ ոնց եղա, որ իրանց իշխանության օրոք ոչ մի բան չեղա, ոչ մի մենք հակված եք մտածել, որ Ալիևը պայմանավորվել է։ Այո, միանշանակ, ես այդ կարծիքին եմ։ Կարող եք հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։ Չեմ կարող, ցավոք չեմ կարող։ Չեմ չէ։ Ինքեր չունեմ։ Չէ, ինչ ունեմ, երբ որ ես փաստը ոնց եք, որպես գնդապետ ոնց եք ձեզ թույլ տալիս առանց հիմքերի այդպիսի հայտարարություն անել։ Հիմքերը մեր բոլորիս աչքի տեսածն է։ Մենք հակված եք մտածել, որ Ալիևը պայմանավորվել է։ Այո, միանշանակ։
Ես այդ տարածը Կարող եք հավաքում ներկայացնել հանցագործության։ չեմ կարող, ծավալ չեմ Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, Ազգի մեծամասնությունը, բոլոր քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը դեռևս չի հասկացել այն ամենապարզ ճշմարտությունը, որ ես չգիտեմ 25 տարի առաջ եմ ասել, որ Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի։ Հիմա դեռ էլի նորից կրկնում են, թե ոչինչ, եթե Ռուսաստանը չի դաշնակիցը, Ամերիկան կլինի, չգիտեմ, Իրանը կլինի, Չինաստանը կլինի։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք ոչ թե պատմության, հին պատմության, այլև մեր օրերի դառը փորձից չենք ուզում դասեր քաղել։ Բացարձակապես։ Երբ խախտվեց բալանսը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև եւ ինչու պարոն նախագահ դա մենք հավուր պատշաճի չզգացինք, չգնահատեցինք։ Զգացողներ եղել են, գնահատողներ եղել են, դրա համար էլ ես հրաժարական եմ տվել, այդպես չի։ Շատ պարզ իրավիճակում խախտվեց օգուտ Ադրբեջանի։ Դա խախտվեց 96-97 թվականներին, երբ ստեղծվեց միջազգային կոնսորցիումը նավթի Ադրբեջանում, որտեղ եւ ամերիկացիներն էին ներկայացված, եւ British Petroleum եւ այլ եւ մյուսների փոքրիկ բաժիններ էին։ Սրանից հետո Ալիևի հրետորաբանը խոսքը փոխվեց։ Լիսաբոնում ինչ եղավ։ Լիսաբոնի մինչև կոնֆերանսի սկզբնական նախորդ օրը Լիսաբոնում դրված էր մի սովորական փաստաթուղթ Ղարաբաղի վերաբերյալ, որը մի քանի անգամ ընդունվել է, որ ԵԱՀԿ-ը քաջալերում է Մինսկի խմբին շարունակել իր բանակցությունները Ղարաբաղի հարցի կարգավորման։ Սա ստանդարտ բան էր, մի քանի անգամ այդպես է։ Նույն բանը թուղթը դրված էր այս Լիսաբոնի գիտակցում, դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, Ինչը միջազգային հանրությունը թույլ է տալու, որ 20 տարի կամ 30 տարի պահպանվի այս վիճակը, սա բացառված է։ Սա բացառված է եւ միջազգային հանրությունը կգտնի ձևեր, միջոցներ այնքան խեղճացնելու մեզ, որ ոչ միայն չկարողանանք ձեռք բերել այնինչ այսօր կարող ենք ձեռք բերել փոխզիջումների ճանապարհով, այլ շատ ավելի վատ վիճակի մեջ ենք։ Աշխարհում ուներ կոնսենսուս, որ հայերը ագրեսոր չեն, հողերը հետ են տալու, ուղղակի տարբեր վաղ տարբեր բաներ արել։ Մի հատ էլ տես այդ կռիվը փորձնական արեցին, տեսան չի ստացվում, իրանք ստիպված որոշեցին այն ուժերը, ովքեր ուզում էին, որ արդյունքը էս լինի, ասենք տեսան, որ Սերժը կարացել է թռնի Պուտինից, Ռուսաստանից։ Մենք ռուսներին դավաճանեցինք, սկսած Սերժիկի ժամանակ, Սերժ Սարգսյանի եւ քաղաքականությամբ։ Ռուսաստանը մեզ շամասի գնով, ջրի գնով զենք էլ տալիս։ Պատրաստ են բերենք հանձնենք, բայց ինչ որ ներքին ուժերը չեն թողում, չգիտեմ, Լևոնի վաղ ուժային կառույցները դեմ գնացին, ասենք աշխարհը դա տեսավ, ժամանակ տվեցին։ Հետո հոկտեմբերի 20 տեղով Քոչարյան ասես չեմ կարա ես կստացվի մեղրին, ես եմ խփել, չգիտեմ ինչ։ Հետո եղավ մարտի 1 բան, այս բոլորը օգտվում էր, որ հայերը խուսափեին ոչ հողերը զիջելուց, ամեն պատժամիջոցի տակ չընկնելուց, այսինքն ագրեսոր չճանաչվելուց։ Այդտենց իրենք կարողացան մինչև 18 թիվը խաբել։ Այսինքն եղավ նաև բանը, ԲՊՑ գնդի գրավումը, որ էլի Սերժին օգնեց, որ իրանք նորից կրուտ տարեցին։ Բայց եկավ մի պահ, որ ասին այլևս չեն ժամանակ տալու։ Հիմա երբ որ Սերժը կամ Քոչարյանը բան ասում, մենք կարողացանք ձգել բան, իրանք դա մի քիչ սուտ են ասում, այդ էլ չունեն շանս ձգելու։ Բայց իրանք տեսականորեն, քանի որ այլևս անցած էտապա, իրանք հակարան ասենք դեմագոգի պես ասեն մենք որ լինք չլինի։ Հիմա գամ Նիկոլի վերով։ Նիկոլը ինչ արեց։ Նիկոլը եկավ ասեց սա հետ ինչ արել եք։ Ես ջրում եմ, չէ, զրույց կետից եմ սկսում։
Հետո հենավ կայնավ ասեց, գնաց Ղարաբաղ ասեց, Արցախը Հայաստանա եւ վերջ։ Սա այս տգետը իրան Մոսկվայից KGB-ն էր ասում, Հելսինկի բաներ ասա։ Այս տգետը իր հայտարարություններով, իր քայլերով, բանով դերեց հիմնավորեց այն, ինչը որ 20 տարի արևենք չէին կարող հիմնավորել միջազգային ասպարեզում, որ Հայաստան ագրեսոր է։ Ասում են նորից են կրկնում, Քոչարյանն է, Սերժն է բանել, հա ձգտում են ասում են մենք հողերը տալու ենք։ Ինչ պատճառներ է Խոչընդոտում, ժամանակ տվեք, աշխարհն ժամանակ է տալի։ Հիմա այդ Նիկոլը կարողանար խափեր, ձգել ժամանակ ուզեր, կռիվը չէր լինի, կամ էլ պետք է ինքը տղամարդը բարի վեր կեներ ասել, որ սենց է վիճակը։ Հայերը ագրեսոր չեն, հողերը հետ են տալու, ուղղակի տարբեր բաներ արել։ Մի հատ էլ տես այդ կռիվը փորձնական արեցին, տեսան չի ստացվում։ Իրանք ստիպված որոշեցին այն ուժերը, ովքեր ուզում էին որ արդյունքը էս լինի։ Ասենք տեսա, որ Սերժը կարացել է թռնի Պուտինից, Ռուսաստանից, որ Սերժը կարացել է թռնի Պուտինից, Ռուսաստանից, ու արևմուտքի հետ խաղեր տա։ Ասա ինչի համար եմ ասում։ Երբ որ նրանք տեսան, որ Սերժը կարողացել է արևմուտքի հետ խաղեր տա ու այդ խնդրը նորից լուծի, կամ ձգձգի էլի ոչ թե լուծի, իրանք ստիպված որոշեցին իշխանավորին փոխել։ Ռուսները, թուրքերը, ադրբեջանցիներին բանջարը Լենին Քեմալ սցենարի բանն է, վերահաստատում էր։ Իրանք ասենք որոշեցին ռուսներն են դե բնական աստեղ իշխանություն ձևավորողները 90 թվականից սկսած կամ 100 թվականից սկսած 100 տարի առաջ։ Իրանք սարքեցին այդ բանը, իշխանափոխությունը բերեցին դες մի հատ կամակատար մեկին, որը ոչ պատկերացում ունի քաղաքականությունը ինչա։ Որ ասենք իրան նման մարդը, այդ իրապես մարդիկ, ասենք որ եթե գյուղերում կամ ռաներում չէ, քաղումների կամ ինչ որ միջոցառումներ անում չէ, այդպես խոսում են այս երկրից, քննադատում են բիզեկը։ Այնպես խելոք մտքեր են ասում, արդարությունը իրաց մաշկի վրա անարդարությունը որ զգում են։ Հելմենը իրանք այդ դիպուկ բաներ են ասում, այս ինչ հարցը սենց էլ ջուրը չտվին, բերքը սենց չաչեց, քաղաք չտարանք, բերքը ծախեն, քաղաքացին դուժ է։ Այս բաները են վերլուծում, ոնց որ ասես էսի տնտեսագետա, գյուղատնտեսա։ Այս ասեմ այդ բոլորը բայց դրանք չէ, նայեք, դրանք քաղաքականության հետ կապ չունեն։ Հիմա Նիկոլը այդ նույն արտարացի բողոք է ժողովրդի դժգոհությունները։ Լինելով մասնագիտական ժուրնալիստ, վեկանալ ձևակերպեց բանաստեղծություններ ասելով, չգիտեմ, նապաստակ բանման ասելով, կարողացավ KGB-ն իրան մատուցի, որպես ասենք, իբր այդ իրավիճակը փրկող մի ուժեղ գործիչ։ Ու բերեցին իրան, ու ինքն որպես կամակատար ինչ ասին էլ սենց ասա, հենց նենց ասա, որպեսի Հայաստանը զրկվի միջազգային աջակցությունից։ Ասեն, հենա Հայաստանը ագրեսոր է, Ատեն Ալիևը ու հետաքրքիրը որն է, որ մեր ժողովուրդը գնաց նորից 21 թվին ընտրեց, ես ասեմ, ես պատերազմից հետո այդքան ծանր չէի տանում, ինչքան որ 21 թվին Նիկոլին նորից ընտրեցին։ Դա ցույց է տալի, որ մեր ժողովուրդը մեռած է։ Իրավիճակը բավականին պայթունավտանգ էր։ Ֆիքսենք նաև որ Հայաստանում իշխանությունը 98 թվականից առնվազն սկսած ձևավորվում է ինչ-որ աշխարհակաղակական կոնսենսուսով։ Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել։ Օրինակ Սերժ Սարգսյանը 2008 թվականին նաև ընտրվել է այդ կոնսենսուսի հիմքի վրա։ Արուսի բաժինը այդ էր, ինքը ներսից մեծ աջակցություն չուներ։ 2018 թվականին մեծամասամբ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ Սերժ Սարգսյանի շուրջ այլևս այդպիսի կոնսենսուս չկար, եւ այդ աշխարհակաղակական ուժային վեվերները այլևս նրան որպես վստահելի պարտներ չէին ընկալում եւ կողմ չէին, որ նա գնա երրորդ ժամկետի եւ Սերժ Սարգսյանը լինելով խոհեմ գործիչ ֆիքսեց, որ իրեն այլևս պարտներ չեն դիտարկում Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Բրյուսելում եւ ինքը դրա համար հրաժարական տվեց ու այս տրամադրությունները արտաքին քաղաքական, աշխարհակաղակական համընկան Երևանում տեղի ունեցող զանգվածային, Հայաստանում տեղի ունեցող զանգվածային միջոցառումների հետ եւ աստղերը համընկան եւ Նիկոլ Փաշինյանը արձանագրվեց Նիկոլ Փաշինյանի հաղթական առաջընթացը։ Մի րոպե, այսինքն դու ուզում ես ասել, որ Սերժ Սարգսյանը 2013 թվականից սկսում է սահմանադրական բարեփոխումների ռեֆորմ, որ նա կիսանախագահական համակարգը վերափոխի պարլամենտական համակարգի, որ պարլամենտը կարողանա ընտրի վարչապետ, որ ինքը ընտրվի հետո 18 թվականին վարչապետ, այսինքն 4 տարվա ճանապարհ անցնում առանց հաշվարկելու, որ կարող վերջում հասնի տեղ ու բարձի, որ իրան չեն ուզում, որ ինքը լինի երրորդ ժամկետում։ Ռուսաստանը իրանց գուշ, Մոսկվան իրանց գուշացրել է, որ մենք դրական չենք վերաբերում այդ փոփոխությանը։ Որ զգուշացել են, որ մենք դեմ ենք կիսանախագահականը փոխելուն եւ պարլամենտական դարձնելուն, որովհետեւ սա բոլոր ԵԱՏՄ երկրները եւ ԱՊՀ հիմնական խաղացող երկրները, նախագահական երկրներ են, այո։ Բայց այսինքն Սերժ Սարգսյանը չի լսել այդ բոլորին, ում հույսով է արի, Արևմուտքի, Եվրոմիության հույսով էր անում։ Չէ։ Բա ում հույսով էր անում։ Ինքնիշխան էր։ Այո, ինքնիշխան էր։ Այսինքն Այսինքն այն թեզը, որ մենք երբեք ինքնիշխան չենք եղել, ստրուկներ ենք, հերիք այս ստրկությունից դուրս գանք, բաստոն մենք ինքնիշխաններ ենք եղել։ Ես մի բան ասեմ, ավտորիտար լիդերները որպես կանոն կարող են ավելի ինքնիշխան լինել, կամ դեմոկրատ լիդերները, գիտեք ինչի, որովհետև ավտորիտարները ֆալանչիները միշտ կուզենան, որ փողերի բաշխումով իրանք զբաղվեն, ոչ թե դրսից ինչ-որ մատ պախան։ Լավն էր։ Կա լուրջ պետական գործի ունակություններ դրսևորել ու շարժվեր այդ ճանապարհով, բայց նաև ուրիշ մի բան էլ կա, հիմա Սերժ Սարգսյանի շատ բանի մեջ կարող են քննադատել, իսկապես շատ բաների մեջ կարող են քննադատել, բայց ամեն դեպքում նրան խաբելը դժվար կլներ միջազգային խաղացողների համար։
Բրյուսելում, Վաշինգտոնում եւ Մոսկվայում նրան այդքան հեշտ չէ լինի ֆռասնել։ Դե 30 տարվա պետական փորձ ունի։ Ստաժը արդեն աշխատանքային գրքույկի իր փոխանցի խոսում է։ Նիկոլ Փաշինյանը նաեւ կարողացան ֆռասնան մատների վրա խաղացնեն ու իսկ աղա դու այդ ասելով արդարացնում ես մեր կորուստները, որ դե ինքն ինչ աներ ֆռացրեցին։ Բայց ախր այսինքն եթե դու չես ուզում քեզ ֆռասնեն, քեզ կարող ֆռասնեն։ Դա ախր Հայաստանի պես մի ներվայնանա, չէ՞ մի հատ սպասին։ Պսեդո միջավայրերում են խափվելը որպես առաքինություն ընկալում։ Լուրջ երկրներում ինչ աներ ախպեր։ Այդ ինչ աներ շան։ Ինչ աներ մարդ, ինչ է ուզում։ Թողնա։ Ուր։ Չէ, ախր հասկանում ես, ասենք, ամբողջ բանը քննարկման։ Նրա մասին է որ ադե ինքը ինչ անի։ Ես գնում ես Google քաղաքներ ու գնում ես ասում են, նայ, նայ այդ թեզը որ չէ որ ասենք, այս կորուստները չի բերել մեծ ռեյտինգի վնասում, որի մասին դեռ խոսենք։ Դրա մասին է։ Երբ որ դու մարդկանց քարոզում ես անդադար, որ մեզանից բան կախված չի, աշխարհում ամեն ինչ որոշում են։ Սաղ որոշել էին, արել էին բան, ինչեւ իմ գալը հանձնել էին, ինչեւ իմ գալը տվել էին, ինչեւ իմ գալը սաղ ճանաչել էին, ինչեւ իմ գալն է սաղ է, հաջորդ հարցարարչամը բերել ինքը ինչ աներ։ Չէ, այդպես չի։ Երկրները միջազգային հարաբերությունները ասես պրիմիտիվ տրամաբանությունով չեն առաջ շարժվում, տենց չի աշխատում, համակարգը տենց չի աշխատում։ Իսկ մեր ժողովուրդը ո՞նց անեն, որ իմանա, որ այդ համակարգը տենց չի աշխատում։ Ինչ է միջազգային հանրությունը թույլ է տալու որ 20 տարի կամ 30 տարի պահպանվի այս վիճակը, սա բացառված է։ Սա բացառված է եւ միջազգային հանրությունը կգտնի ձևեր, միջոցներ այնքան խեղճացնելու մեզ, որ ոչ միայն չկարողանանք ձեռք բերել այն, ինչ այսօր կարող ենք ձեռք բերել փոխզիջումների ճանապարհով, այլ շատ ավելի վատ վիճակի մեջ ընկնել։ Ությունից մեկի ժամանակ ասել եք, որ եթե դուրս գաք փողոց եւ պահանջեք Սերժ Սարգսյանի հրաժարականը, դրանից 3 օր հետո 10 օր հետո Սերժ Սարգսյանը հրաժարական է տալու։ Երբ որ դուք նման պահանջ դնեք, Սերժ Սարգսյանը արդեն իշխանության չի լինելու, ստացվում է պնդելու եք, որ հակասություն չկա ձեր հայտարարության մեջ։ Ես այդ հարցին կես կատակ, կես լուրջ կպատասխանեմ, այն պահին, երբ որ մենք հրապարակենք մեր ճանապարհային քարտեզը, դրանից ուղիղ 10 օր հետո Սերժ Սարգսյանը հեռացած է լինելու իշխանությունից։ Շնորհակալ եմ։ Իրոք բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասել, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է։ Մենք պատերազմից վախեցող չենք։ Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Այս շատ կարևոր նշություն։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Միացու։ Կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար եւ ով է իրականում ծախում այն։ Մի տվեք, տղայք մի տվեք, բան չունեմ ասելու։ Բայց այս ազգը մեղք է։ Մեղք է, ինչ եք տալու մեր ժողովրդին դրա դիմաց։ Կարող ես տարածքը չտալ, մեր ժողովրդին տալու ես արյուն, իր որդիների մահը, տալու ես չքավորություն, թշվառություն, պանդխտություն, վերջանալու է այս երկիրը։ Մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել։ Մենք համաձայն ենք այդպիսի լուծման, եթե այո, մենք հենց այսօր կարող ենք լուծել այդ հարցը։ Մենք պարտվեցինք չկարողանալով հասկանալ ժամանակի ընթացքը։ Ժամանակը կարևորագույն ֆակտորն է քաղաքականության մեջ։ Մի բան, որ կարող էինք անել որևէ պահի, ոչ երաշխիք չկա, որ հաջորդ պահին դա կարող ենք անել։ Հա մենք չզգացինք, մեր իշխանությունները չզգացին այդ պահը։ Պատմություն չկա, բայց ես պատկերացնում եմ ինչ մղձավանջ է սկսի, ինչ մղձավանջ է սկսելու մեղավորներ որոնելու, երբ որ չտա Աստված բուն պարտություն ունի։ Ես պատկերացնում եմ այդ վիճակը Հայաստանում։ Այդ մարդը անմիջապես այդ թուղթը ստորագրելուց հետո ես չգիտեմ քանի պամպերսա փոխել։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք։
Բացեք ոչ մեկի մեկնաբանությունը մի դեր, նայեք նախագահի հայտարարություններին։ Մենք 10 տարի հստակ նույն նախագահն, արտգործնախարարն ասել ենք, ինչ ենք ասել։ Բայց ինչ տվեցիք։ Որովհետև Ադրբեջանը փակուղի էր մտած։ Մենք Նիկոլ Փաշինյանի ժամանակ բախին փակուղի մտածել Ադրբեջանը։ Դե ժամանակ փակուղի մտածել Նիկոլ Փաշինյանի ժամանակ, չէ՞։ Մեր բանակցային ժառանգության արդյունքում Կարպիժան։ Ալիևը ասում էր, ճիշտ ասած, չես սիրում որ ես ասեմ, բայց պետք է հա ասեմ։ Փակ դռների հետևում։ Որ փակ դռների հետևում իրան ճնշում են ճանաչել Արցախի։ Հետո էլ ինչ ասել, մատի փաթաթան ենք սա սարքում։ Մատի փաթաթան, բխի մատի փաստեր է։ Բայց ուրիշ բաներ էլ էր ասում։ Ուրիշ ինչ ասել։ Դե ժամանակ։ Ինչ ասել։ Սպառնում էր։ Հետո ասում էր ասում էր անելու եմ այն ինչ որ արեց 3 արեց մեր ժամանակ կարհա որ արեց Ալիևը 4 օրյա պատերազմ եղավ ինչ կապ ունի ում ժամանակ մեր Ստեփանակերտը դարձավ Խանկենդի ինչ կապ ունի լիքը կապ ունի բա որ ինչ կապ ունի կա բայց ինչ Հովհաննես Սմբատի դավաճան ասում ոչ թե Արտաշես առաջինին Բախի Գագիկ առաջի Բագրատունում դավաճան չեք ասում ասում եք Հովհաննես Սմբատին իրավորտում որովհետև Գագիկ առաջինը կտակը չգրեց Հովհաննես Սմբատը գրեց բախ բերեց Հիմա շարունակի ցավը։ Պիսի անսպասելի անկեղծությունից հետո սկսում է պատմել, որ 30 տարի միջնորդները բանակցությունները տանում էին ոչ թե Արցախը Ադրբեջանին տալու, այլ Ադրբեջանին կատարված փաստի հետ հաշտեցնելու հունով։ 30 տարի ձգված բանակցությունները միայն մեկ նպատակ ունեին՝ հայերի օկուպացիան դարձնել մշտական, կոծկել Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը եւ ստիպել մեզ հաշտվել ստեղծված դառը իրականության հետ։ Հիշում եք 16 թվականին, երբ որ Սերժ Սարգսյանը գնաց Արցախ, որտեղ համոզում էր մի քանի տարածք հանձնի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ զգուշացնում էր, չէ, ասում էր, եթե մենք սա չանենք, ինչպես ժամանակին կարծ երկներ եք երկում, հիմա Ստեփանակերտ երկն եք երկելու։ Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, որովհետև Արցախը Հայաստանը եւ Հայկական հեղափոխության արդյունքը ի վերջո լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը։ Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Եվ ով ուզում է կանգնել Ղարաբաղի կողքին, թող ամուր կանգնի մեր կառավարության կողքին։ Լսեմ որևիցե մեկի մոտից այդ քաղաքական գործիչը հողերի հանձնելու մասին որևիցե խոսք։ Հայաստանի Հանրապետությունում ու այստեղ կանգնած մարդկանց մեջ դες մարդ չկա որ հող հանձնելու մասին նույնիսկ խոսում է։ Ու խնդրում եմ դուք նույնիսկ այդ արտահայտությունը բարձրաձայն չանեք այլևս։ Որևիցե մեկի մոտ այսօր ոչ առիթ, ոչ կասկած կարող է լինել, որ ռազմավարական, մարտավարական կամ որևիցե մեկ այլ առումով մենք որևիցե թիզ հող կհամարենք չպետքական։ Ես այսպես եմ հասկանում։ Հակամարտությունները լուծվում են կամ բանակցություններով, կամ պատերազմով։ Եթե դու վիճեցնում ես բանակցությունները, ստանում ես պատերազմ։ Որովհետև Արցախը Հայաստանը եւ Եվ հետևաբար եկեք դադարեցնենք այս բանը, հա, ինչ է բանակցում։ Հա, ինչ որ պետք է անեն բանակցում են։ Ադրբեջանական զորքերը հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Կառավարությունը հայտարարել է ռազմական եւ ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային եւ հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Մենք պետք է գիտակցենք, մենք ոչ մի թիվ, ինչպես նշվեց վարչապետի կողմից, հող չունենք տալու։ Խոմ ժողովուրդ ջան, դուխով Խոմ ժողովուրդ ջան, դուխով Եվ Սերժ Սարգսյանի ավանդը Ղարաբաղի պաշտպանության կազմակերպման մեջ, Հայաստանի պաշտպանության կազմակերպման մեջ, Հայաստանի ներքին գործերի նախարարության կազմակերպման, աշխատանքների կազմակերպման մեջ անուրանալի է։
Մասնավոր զրույցում ասացի, բա Կարպետ ջան, դու էլ էիր փողոց փագում, ասել ոչինչ, ինձ էլ սպանեք, մի քանի տասնյակ էլ սպանեք, իշխանությունը սրանց չտայի։ Եղել է մեր մեջ դա սպան։ Որ Ղարաբաղը այսօրին չընկնի։ Այո, Ղարաբաղը լեգիտիմ է, ճանաչված է մասամբ, իրեն վերաբերող հարցերում իրավունք է ստանում միջազգային կազմակերպություններում մասնակցել, միջազգային խաղաղապահ ուժեր էին այնտեղ, Լաչին ու Կառավարման ժամանակաշրջանում դրա մասին չեք քարոզել եւ տարածել եք ոչ մի թիզականություն։ Հարգելի Կարպիս, այս вообще գիտեք, ես ոչ թե մեղադրանքներից եմ նեղում, ես պատրաստ եմ ցանկացած Սենց սիրով դա երբեք չեք քարոզել։ Ես անարդար մեղադրանքներից եմ։ Սիրով չեք քարոզել, ոնց որ հիմա։ Սիրովը որն է, ինչ պետք է անեի, Ալաբինյան միացնեի, տակը ինչ անեի, միացիր ու աղջիկ բերեի տակը պարե։ Արցախի վերջնական հարաքվեն երբ կլիներ, կներեք բարիս համար, 100 տարի հետո, 150 տարի, երբևէ կլիներ ադրբեջանական համար, դա 5-րդական հարց է, որովհետև միջև այդ վերջնական հարաքվեն, այդ թղթով Արցախը ստանալու էր միջազգային գարանտիաներ, անվտանգության խորհրդի բանաձև ՄԱԿ-ի, որի նախագիծը Նիկոլը ունի, ասում եմ, տղայես հրապարակի, չի հրապարակում։ Երկրորդը ստանալու էր միջազգային խաղաղապահ ուժեր, երրորդը ստանալու էր միջանկյալ կարգավիճակ, այսպես ասած դե ֆակտո պլյուս ճանաչում։ Դա դրախտ էր, հիմիկվա ամենամատ բան չասեցին։ Իրոք է, պահելու էր Քելբաջարն ու Լաչինը։ Ժամանակավորապես։ Միջև որ հանրաքվեն, եթե հանրաքվեն չէր լինի վերջնական, Ղարաբաղը լեգիտիմ է, ճանաչված է մասամբ, իրեն վերաբերող հարցերում իրավունք է ստանում միջազգային կազմակերպություններում մասնակցել, միջազգային խաղաղապահ ուժեր էին, ուզում ես այդ 10 տարի ոնց բնութագրեմ, սուվերենության համար պայքար։ 10 տարի սուվերենության պայքար ա եղել, դինամիկ, ծանր, մենք հանձնել ենք իշխանությունը Նիկոլ Փաշինյանին երկու հայկական պետություններով, եւ սա անվիճելի փաստ է։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ Ռուսաստանը եւ Արևմուտքը երկու սպիրալով, երկու անգամ, երկու պատույտով էլ ավելի ասենց խրթցրին իրար։ Ռուս-վրացական պատերազմի ժամանակ լարվեց իրավիճակը Արևմուտքի հետ ու Սերժ Սարգսյանը հանեց երկիրը այդ վիճակից։ Մի կողմից Հայաստանը չդարձրեց հարևան Վրաստանի դեմ պլացդարմ, մոռանում եք դա, որ կա ինչ է տես տակ գլուխներ։ Երկրորդ մոռանում եք որ Պուտինը չէր նախագահ Մեդվեդևն էր Ռուսաստանում 2014 թվականի Ղրիմ։ Դուրս եկանք այդ վիճակից, դուրս եկանք։ Ապացուցեմ, խնդրեմ։ 2014 թվականին Արևմուտքը Ռուսաստանի հետ առաջին այս բանից ուկրաինական փողի վրա ռեսկը հակավ։ Դրանից հետո Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը պարալիզացվեց, Ռուսաստանը մնա Ֆրանսիա։ Չէ։ Մենք էլ անցանք։ Դե Սերժ Սարգսյանը Հայաստանը նավարկել է եւ ներսում, երբ որ այո, նավի վրա բունտեր էին հասունանում։ Երբ որ նավի վրա բունտեր էին հասունանում, այո, որ նավապետի կամանդի ոչ բոլոր նավաստիներն էին նորմալ։ Այո, կային մարդիկ ու այդ նավաստիներից, մարյակներից, որոնք կարող է պայոկ էին գողանում։ Բանի, այսպես ասած, այդ նավի պասաժիրների։ Ու կային։ Անաշուտան տեսակ է։ Բայց մենք ավարիա չենք տվել, հասկանում եք։ Մենք ավարիա չենք տվել։ Պարոն Աշոտյան, տեսակ, ասեք լավ, ասեք։ Նավարկել ենք Փոթորկալից ծովում, մենք ավարիաներ, որոնք կործանարար կլինեն, որներ ճիշտ ասեմ։ 18 թվականին կար գեոպոլիտիկ կոնսենսուս, որ Սերժը պետք է գնար։ Եմ ասում, կան մարդիկ, որոնք իրանց չեն ներում, որ Նիկոլը իրանց խաբել է, ու իրանց մաղձը նորից թափում է Սերժ Սարգսյանի վրա։ Այդ մարդիկ առնվազն ազնիվ չեն։ Բայց եթե մեջները կան հանրային քաղաքական գործիչներ, որոնք հետևողականորեն միջև այսօր մերժում են Սերժին, այդ թվում Նիկոլից հիասթափելու պատճառով, դա շարլատանություն է։ Դա կներեք բարիս համար քաղաքական իմաստով խսիկություն է, որովհետև այդ կառավարություն չկա խոստովանելու սեփական սխալը։ As I walk through the valley of the shadow of death, I take a look at my life and realize there's nothing left. Կարմիր Սերժ Սարգսյան արա։ Մարդ Հայաստանի Հանրապետությանը, մարդ Հայաստանի զինված ուժերի, հուրրա! She look like Marceline when she pop a bean and she rock with me. I pull up to the scene. She's a fiend, strawberry ice cream. Meet me at the tree and she asks, "Are you scared of me?" Yeah, I am, but it don't matter, 'cause you look like Marceline when she pop a bean and she rock with me. I pull up to the scene. She's a Բոլոր են մարդիկ, ովքեր պահանջել են վարաժողականը, թող հիմա իրանք ասեն, դրանով ինչի են հասել։